րոպե կա։ Հա, 10 րոպե ոչ բան։ 13 րոպե կա։ Իրավիճակը ինչպեսին էր, ինչ։ Մենք գիտեք ժողովուրդ, մենք ամենակարևոր արձանագրումը որ պետք է անենք հետևյալն է, որ մենք անդադես ընթացքում օգտագործել ենք զինադադարի խախտում հասկացությունը, տերմինը, հիմա մենք այդ տերմինը պետք է մոռանանք, որովհետև սա այլևս զինադադարի խախտում չէ, սա պատերազմ է եւ մենք պետք է շատ լրջորեն եւ բոլորությամբ այս իրողությունը գիտակցենք, սրանից բխող հետևենք։ Պարոն Փաշինյան, եկեղեցության մեջ ակցում եք լայնածավալ պատերազմ, լայնածավալ գործողություններ։ Սա լայնածավալ է։ Գիտեք, այդ ծավալը առաջին օրը դուք գիտեք, որ շփման գծի ողջ երկայնքով տեղի են ունեցել մարտական գործողություններ եւ երկու կողմից հարավից եւ հյուսիսից ադրբեջանական զորքերը Ղարաբաղի տարածք ներխուժելու, այսինքն հասկանանք չեն ներխուժելու եւ գրավելու փորձել են արել եւ արդեն բավական երկար ժամանակից շփման գծի ողջ երկայնքով զորքերի կուտակումներ են դրա մասին գիտենք բոլորս, այսինքն սա իհարկե լայնածավալ, սա պատերազմ է։ Հիմա գիտեք ինչ, նույնիսկ համաշխարհային պատերազմի օրերին եղել է, որ օրեր են եղել, երբ որ ասենք մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Իսկ այդ մեծ չի Գիտեք, ես գիշերն եմ վերադարձել Ղարաբաղից եւ անկեղծ ասած այսօրվա տեղեկատվությանը նույնիսկ չեմ հասել։ Որ հատվածներում եք եղել պարոն Փաշինյան։ Ես եղել եմ Ստեփանակերտում, հետո եղել եմ Մարտակերտում, հետո վերադարձել ենք այդ Թալիշի մատաղեսի ճանապարհով։ Այդ գծում ինտենսիվ մարտական գործողություններ։ Ճանապարհներին չէին ականատես հրետանու աշխատանքը, հրետանու պայթյունները եւ գրադ համակարգի պայթյունները եւ անօրթաչու սարքերի գործողությունները եւ այդ ամեն ինչը երևում է, այսինքն տես Մարտակերտ քաղաքի մեջ արկեր են պայթում, անօրթաչու սարքեր են գործում, մարդիկ վարչական այս մասը չգրել, մարդիկ ռմբապաստարաններ են ռմբապաստարանների մեջ պատասպարված են այդ բառը խնդրում հանկարծ չօգտագործել։ Պարոն հանկարծ տեղորոշի մտավորապես որտեղ։ Պարոն Փաշինյան, իսկ ինչ եք կարծում, որքանով երկարատև կարող է լինել պատերազմը եւ դուք ինչ ձեր կարծիքով որն է իրենց վերջնական նպատակը, ինչ եք ուզում հասնել։ Գիտեք, նախ իրենց այս փուլի նպատակը առաջին պլան ձախողվել է, սա արձանագրել։ Այսինքն նրանք փորձել են երկու կողմերից մտնել Ղարաբաղ եւ ըստ էության կարելի չկասկածել, եթե այդ երկու անցումը ստացվեր, կհետևեր դրանք կենտրոնից հարձակումը Ստեփանակերտ քաղաքի վրա։ Բայց քանի որ մեր զորքերը կարողացել են եւ հարավում եւ հյուսիսում ներխուժման փորձը կասեցնել, արդեն նրանք ըստ էության հասկացել են, որ պլանը չի հաջողվում իրականացնել։ Ու նրանց հայտարարությունը, որ մենք միակողմանիորեն զինադադարի պատրաստ ենք, նաեւ սրա հետ էր կապված, որովհետեւ նրանք հասկացան, որ իրենց նպատակը չիրագործվեց եւ իրենց դադար կարող էր պետք լինել իրավիճակը վերլուծելու եւ նոր հարձակում ձեռնարկելու համար։ Բայց այստեղ խնդիրը եկեք ճիշտ հասկանանք։ Այս վերջին 2 տարում մենք այս իրավիճակի մինի տարբերակները անդադ ունեցել ենք։ Այսինքն հարձակվել են, ճնշել են մեր զորքերը, դիրքերը, մի շաբաթ, 10 օր, մի ամիս, 2 ամիս հանգստացել են եւ նորից կրկնվել է։ Հիմա ռազմաքաղաքական իրավիճակը այսպեսին է։ Եթե մենք օրինակ այս պահի դրությամբ ինչ իրավիճակ կա, այս պահի ստատուս քվոյի շրջանակներում զինադադար հաստատեցին։ Իսկ որտեղ է երաշխիքը, որ 3 օրից մի բան չի կրկնվում։ Ենթադրենք մենք ապրիլի 1-ի բոլոր դիրքերը ետ գրավեցինք նաև հարավային ուղղությամբ եւ այդ դրությամբ, այդ ստատուս քվոյով հաստատեցինք զինադադար։ Էլի որտեղ է երաշխիքը, որ մի շաբաթ հետո այս հարձակման փորձը չի լինելու։ Հիմա հետեւաբար ո՞րն է լուծումը։ Ղարաբաղում Ղարաբաղի ժողովուրդը շարքային քաղաքացիների հետ երբ որ շփումներ են տեղի ունենում, կարծես թե կա մի այսպիսի տեսակետ, որ պետք է այս փուլում ամեն ինչ անել Ադրբեջանին տարածքային լուրջ կորուստներ պատճառելու համար, որպեսզի գոնե մենք երաշխիք ունենանք, որ այդ իշխանությունը Ալիևը շոկից գոնե մի տարի դուրս չի գա։ Հասկանում եք իրավիճակն է այսպես, այսօր զինադադար արեցինք, Դա ասենք 3 օր կամ 4 օր կտևի։ Այո, անկախ տևի, հետո մի շաբաթից նորից նույն իրավ, մենք սա պետք է հասկանանք։
Այսինքն էլ 2 տարի այս բանը մենք կրկնվում է Մովսեսում, Այգեպարում, Նոյեմբերյանում, Ղարաբաղում, բոլոր հնարավոր տեղերում։ Այսինքն այստեղ խնդիրը հետևյալն է, որ քանի որ արդեն ռազմական գործողությունները մեկնարկել են, մեր ռազմավարական նպատակը Ղարաբաղում, սա ասում եմ ես պաշտոնակ իշխանությունների տեսակետի մասին չեմ խոսում, մարդիկ քննարկում են ամենուր այս հարցը։ Նրանք հասկանում են, որ պետք է շատ լուրջ եւ սուրճափելի տարածքային կորուստներ կրի Ադրբեջանը եւ շատ կոնկրետ խնդիր է դրվում, որովհետեւ կոնկրետ շատ բավականին տեսանելի քաղաք անցնի Լեռնային Ղարաբաղի ուժերի զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եվ երկրորդ դիվանագիտական ճակատում կա այսպիսի մի խնդիր։ Մենք կարծում եմ, որ մենք պետք է Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ հստակ հայտարարի, որ Ղարաբաղի հարցով այլևս որևէ բանակցություն չի վարելու այնպիսի ֆորմատներում, որպես ներկայացված չէ Ղարաբաղը որպես լիարժեք կողմ։ Այսինքն բանակցային սեղանը, որտեղ քննարկվում է Ղարաբաղի հարցը եւ որտեղ Ղարաբաղի ներկայացուցիչը նստած չէ, բանակցություններում Հայաստանը ասելիք չունի։ Այսօր կարծում եմ, այս պետքա ֆիքսել մեկ ընդմիշտ։ Որևէ մեկը առանց Ղարաբաղի ներկայացուցիչի չպետք է իրեն իրավունք վերապահի քննարկել Ղարաբաղի հարցը։